լինի մեր երկրի դրությունը։ Իրոք պայքարում ենք այդ ամեն ինչի համար։ Դուք եք ուզում եք Սամվել Կարապետյանի տեսնել։ Իհարկե, շատ ցանկալի էր, որտեղ իր կյանքի պատմությունը ահագին բաներ գիտենք, շատ շնորհակալ ենք, որ հետցիկները առաջնորդվել են։ Հուսով ենք լավ կլինի։ Որտեղից եք։ Շիրակի մարզ եմ ներկայացնում։ Բայց սպասում էինք, որ Սամվել Կարապետյանը կլինի տեխնազու վարչապետի։ Դե հուսով ենք, որ կլիներ, այո, ինչի՞ չէ։ Դեռ որտեղից եք եկել դուք։ Ինչ անեմ, Որտեղից եք։ ես Երևանից, Տեխնազուի անունը հայտարարվեց իհարկե Սամվել Կարապետյան, ձեզ համար սպասելի էր, որ նա էր լինելու։ Իհարկե, Եվ ինչ ակնկալիքներ հույս եմ ուներ։ Սամվել Կարապետյանը հետ ինքը ամբողջ հայության համար անակնկալ է։ Եկել հանի ոտի մեր բանակակույն եղանա, մենք էլ հպարտման կաղ մեր Հայաստանը։ Մեր Սամվելի կողքին։ Այսինքն ես հզոր մարդ, որ այսօր կարացե օտար երկրում կառուցել ամեն ինչ, լսեցիք քանի տեղով ունենք մեր հայկական հայու ձեռով սարքած բիզնեսը, որ մարդիկ աշխատում են։ Ասում են Ռուսանից, ասում են ինձ, ես Ուկրաինայից եմ եկել, Ադեսա քաղաքից։ Ես լինելու եմ Սամվել Կարապետյանի կողքին, իմ հայ ազգի կողքին, իմ եկեղեցու կողքին։ Բանում եք ընտրելու իրավունք անձամ, Այո, ունենք, երկհաղաքացի, իմ երեխեք հետ եկել եմ ստեղ։ Անհանգստություն չունեք, որ այս իրավական խոչընդոտներ կլինեն կապված։ Չէ, մենք վախկոտ չենք, եթե կարացել ենք դրսում կազմակերպել ու սարքել հայ օջախ, հայ տուն, հայ եկեղեցի, իմացեք Օդեսայում ինչ հացարկված ու ինչ կա։ Իմ հայրենի հողի վրան ծնված մնձած մարդ եմ ես տեղ, խիպտի վախենամ, ինչից վախենամ։ Ուժեղ Հայաստան ենք։ Նախկինների մասին ինչ եք մտածում, համագործակցություններից չեք։ Չեմ ուզում դրանց մասին խոսալ։ Բայց հնարավոր է հետագայում ազգային ժողովում լինեն կոալիցիաներ, որտիսի ընդդիմությունը համալրվի, համախմբվի։ Ունեք այդպիսի մտավախություն, որ կոալիցիաները կարող են լինել ձեր։ Եթե այսօրվա դրությամբ որ ասենք, դուք ժողովրդին չեք նայում իրանց աչքերի մեջ։ Իրանց աչքերին նայեք ուրախություն տենում եք, չկա ուրախություն։ Դժգոհ են սա, դժգոհ են ինչից, ժողովուրդ ջան, ունեցանք կորուստ, ունեցանք հողի կորուստ, ունեցանք մեր երեխեքը 5000 երեխա են այսօր։ Դե ասում են խաղաղություն են վերում, խաղաղ Հայաստան է։ Ասում Փաշինյանի այլընտրանքը պատերազմ։ Այս հարց եմ տալիս։ Սալը տանեմ, լսեք, երեխեք ջան, խաղաղությունը դենց չեն վերում։ Ուզում ես խաղաղություն, զինվի, ուզում ես խաղաղություն, եղի ուժեղ Հայաստան։ Ուժեղ մարդ պետք է լինի ղեկավարը, այդքան բան կասեք։ Ինչքանով եք վստահ, որ Սամվել Կարապետյանի կառավարման ժամանակ ուժեղանա Հայաստանը։ Én նրանում վստահ, որ տեսել եմ գործով։ Ինչ ասում անում է։ Այ դրանով վստահ։ Վստահ եմ այն բանը, որ իմ աչքի տեսածին ես հավատում եմ։ Ձեզ համար կարևոր է, որ հենց Սամվել Կարապետյանի ուժը հաղթի։ Ձեզ համար կարևոր է, որ հենց Սամվել Կարապետյանի ուժը հաղթի ընտրություններում, թե որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չլինի իշխանության։ Նկատի ունեմ այլ ընդդիմադիրների տեսնել իշխանության։ Չէ, ես կասեի, մեր հայ ազգին պետք է ուժեղ առաջնորդ։ Վախկոտ առաջնորդ չենք ուզում։ Մենք սկզբից ուրիշ բան ենք հասկացել։ Սաղդ էլ, դուք էլ։ Բայց ինչ եղավ, ասում եմ մի հատ էլ շանս տվեք, ինչ շանս։ Հենց ծնողի տունը գնացեք, անհայտ կորած երեխեքի մասին մի անգամ խոսում են, որտեղ է, մեր գերիների մասին խոսում են, հազարավոր երեխեք են այսօր անհայտ կորած, հենց Տաշիրից էլ անհայտ կորած երեխեք ունենք, հասկանում եք, ինչի մասին է խոսքը։ Որտեղից եք դուք։ Ես բնիկ Տաշիրից եմ։ շատերը ընդհանրապես որևիցե կապ չեն ունեցել Տաշիրամակարգի հետ, բայց ներսում այն աստիճան կրակապորբոքված, երևի հոգնածությունը շատ է, մարդիկ շատ են հոգնել այսօրվա վիճակից, փոփոխության կարիք ունեն, իսկ Սամվելի անձը, իր անցյալը ցույց է տալիս, որ հաստատ հետագայում չեն առնչվելու ոչ կաշառքի հետ, ոչ թալանի հետ, ոչ
պետական պետության ունեցվածքը գործնելու հետ։ Պարոն Բաղդասարյան, տեսեք, ասում են, որ հավանական է իշխանությունները Մոլդովայի սցենարով կանխեն այս կուսակցության մուտքը ընտրական պրոցեսների եւ այլն։ Դուք ինչպես եք պատկերացնում իրավիճակի հաղթահարումը այս տեսանկյունից։ Տեսեք, քանի որ մենք գործ ունենք բարոյականության հետ խնդիր ունեցող իշխանության հետ կազմավորը, նրանցից ամեն ինչ կարելի է սպասել, նրանց համար խնդիր չի, ես չեմ բացառում, որ նույնիսկ ասենք այս ընթացքում մինչև 115-7 օրը լրանալը հասցնեն նույնիսկ ներկուսակցության մեջ ներդնեն իրենց, այսպես ասած, այդ փոքրիկ ուսապարկերի ֆիլիալներին, որոնք հետագայում ոնց լսեցիք տարբեր տեսակի հեռախոսային խոսակցություններում մեկը մյուսին կաշառքներ կառաջարկեն, խոստումներ կտան, որպեսզի փորձեն արգելակել։ Մի բան հաստատ է, Սամվելի կողմնակիցները ոչ կաշառք տալու, ոչ ձայնա գնելու, ոչ որից մեկին ինչ որ շահագրգռելու կարիք չունի, որովհետև ժողովուրդն ինքն է շահագրգռված այսօր իշխանությունը փոխելու եւ ժողովուրդն ինքն է պատրաստ վճարել ամեն ինչի համար, միայն այս իշխանությունը այլևս չվերարտադրվի։ Հասկանալի է, շնորհակալություն։ Հիմնական մեսիջները ուղղել, որովհետև անակնկալ եղավ։ Դուք տեսանք ամեն ինչ ուղիղ եթերից, այսօր ավելացնելու ոչինչ չունենք, գլխավոր նորությունը, այո, ուժեղ Հայաստան կուսակցության ուժեղ թեկնածու Սամվել Կարապետյանն է, մնացածը ինքներս տեսանք, կարծում եմ ինքներս զգացիք դահլիճի էներգետիկան եւ դրանով կարծում եմ ամեն ինչ ասված է, մենք ինչպես նշում էինք, մեր թեկնածուն, մեր հասարակության կողմից ընդունելի է լինելու, ունենալու է այդ հավատությունը եւ այսօր դուք հարգելի գործընկերներ տեսաք, որ այդ հավատությունը իսկապես կա, փոփոխությունների սպասումը իսկապես կա եւ այդ փոփոխությունը շատ շուտով ընդամենը 4 ամսից լինելու է։ Հետագայում ինչ է սպասում ձեր հայլերը առաջիկա ինչ որ որոշումներ կան, ամսաթվեր, ինչ որ էլի միջոցառումներ։ Հացս այսօր այսքանը մեր գլխավոր ուղերձը չեց դահլիճից, ավելացնելու ոչինչ չունեմ, այլ հարցազրույցներ նախատեսված չեն, սա էլ ընդեցիկ փոքրիկ մեկնաբանություններ շնորհակալ եմ եւ նաեւ շնորհավորում եմ մեր հայրենակիցներին այսօր Հայաստանի քաղաքական դաշտում մեծ իրադարձություններ, փոփոխություններ վերող իրադարձություններ։ Այժմ ՏԽ չի գրանցելու Սամվել Կարապետյանի որպես տեխնատու։ Հարգելիներս, նախ բոլորիս շնորհավորենք, այսօր մեր համար շատ վճռորոշ օր էր, մենք սա գնահատում ենք որպես մեր հաղթական շրջանի մեկնարկ, բոլորը ինչպես նկատեցիք տոնական տրամադրությամբ էին եւ անկախ է ծառացած դժվարություններից, բարդություններից, այսօր փորձենք մի քիչ հատկապես Վարդանանց տոնն է, համընկել է, հաղթական բարի տրամադրություններով մեկնարկը տանք մեր կուսակցական գործունեության, բոլորս ունենք ընդհանուր նպատակ անկախ քաղաքական ուժերից մեր հայրենակիցների հետ, ովքեր կիսում են մեր արժեքները, մեր ծրագիրը։ Եվ այսօր կուզեի մասնագիտական անդրադարձներ չանել, ես հասկանում եմ ամենաշատ հետաքրքրող հարցադրումը հիմա պարոն Կարապետյանի թեկնածության հետ կապված հարցադրումն է։ Բնականաբար առիթ կունենանք, մանրամասն կմեկնաբանենք, մենք փոքր-ինչ միջոցառման ընթացքում բացեցինք, թե ինչպես ենք պատկերացնում այդ ողջ գործընթացը, տեսլականն ինչպիսին է լինելու։ Այո, մենք որպես կուսակցություն արդեն իսկ գրանցված ենք, իսկ մնացած գործընթացների վերաբերյալ խնդրում եմ հաջորդիվ մեծ սիրով Սամվել Կարապետյանը տնային կապանքի մեջ է, ինչպես է մասնակցելու քարոզարշավին։ Դե, քանի որ մենք տեսնում ենք, որ Սամվել Կարապետյանի անգամ ազատության հետևանքների հետ են կռիվ տալիս այսօրվա
իշխանությունները Սամվել Կարապետյան դասական քաղբանտարկյալ է, ուստի եւ դատական գործընթացները զուգահեռաբար շարունակվելու են եւ եթե չվախենան այսօրվա իշխանությունները Սամվել Կարապետյանի անձնական եւ ֆիզիկական ներկայությունից, հուսով եմ այնուամենայնիվ դատական իշխանությունը մեր իրավահեն դիմումներին ընթացք կտա, կբավարարի եւ Սամվել Կարապետյանը հնարավորություն կունենա։ Այլապես մենք այս ողջ ընթացքում ենք, այն իրականությունում ենք, երբ ամեն կերպ փորձում են Սամվել Կարապետյանին ներկայացված պահել։ Ես ուզում եմ հարցնել, իսկ հակառակին չեք սպասում, որ այլ քրեական գործեր, այլ ճնշումներ կլինեն, միգուցե թիմի մյուս անդամների։ Հարգելներս, 3 տեսակ արդեն վաղ շաբաթ համայնքում թե ինչ տեղի ունեցավ, արդեն քաղաքական հետապնդումները մեկնարկել են, մեկ նախորդիվ թիմ ընտրություններն են ականատես եղել, ինչպես են օրինակ Գյումրու դեպքը, հա, դեռ նախընտրական քարոզչությանը բոլոր քաղաքական ընդդիմախոսների առանց բացառության ենթարկեցին հետապնդումների հենց ընդամենը, հա, օրինակ լրության օրվանից մեկ օր առաջ, թե խուզարկություններ, թե ընտանիքի անդամների մերձավոր ազգականների վերման ենթարկման գործընթացներ, թե քրեական գործեր, թե իրավապահ մարմինների կողմից հրավիրում անգամ ընդամենը ընդդիմադիր հայացք ունեցող քաղաքական աջակիցների, ուստի եւ ամեն ինչ ակնկալում ենք, ամեն զարգացման պատրաստ ենք, մենք իրավական ծիրում ենք, մենք լիահույս ենք, որ խաղի կանոնները չեն խախտի, մենք եթե վախենալիք չունեն, ինչպես իրենք անընդմեջ հայտարարում են, մենք գնում ենք ազատ, արդար, հավասար, թափանցիկ ընտրությունների։